Դիանա Գրիգորյանի վերջին զանգահեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներին արդեն պարզ է, որ հեռուստասերիալը մոտենում է ավարտին։ Իհարկե, դեռ կա որոշակի ժամանակ ու հեռուստադիտողները հնարավորություն ունեն իրենց սիրված դերասաններին դեռևս տեսնել հեռուստաէկրաններին։ Ամենամեծ գաղտնիքների բացահայտումը կարծեք թե մոտենում է իր հանգուցալուծմանը։ Սոսը երբ վերջապես պետք է Աննային բացահայտեր ճշմարտությունը, Արամին առևանգեցին, և բնականաբար լինելով հայր, Սոսը չի կարող իր որդուն վտանգի ենթարկել և առաջինն այն ինչ անում է, նետվում է որդուն փրկելու։ Իհարկե, նա որդու փոխարեն է հանձնվելու ու որդին Արամը վերադառնալու է տուն կապտուկներով, վերքերով, բայց նրա կյանքը կհաջողվի փրկել։ Սոսը պետք էր Աննային ու Անգելինային ասեր ճշմարտությունը, բայց հեռուստասերիալին դեռ կա որոշակի ժամանակ ու հեռուստասերիալի հերթական սերիալները պետք է լի լինեն ինտրիգներով ու հետաքրքիր դրվագներով, և այդ է պատճառը, որ որոշ ժամանակ Սոսի կերպարը պետք է այսպես հեռանար սերիայից, և դա նորմալ է հեռուստասերիալների դեպքում։ Բայց Անգելինան ու Աննան դեռ չգիտեն ճշմարտությունը, չնայած նրան, որ օղակը նրանց շուրջ սեղմվում է։ Այդ գաղտնիքի մասին արդեն տեղյակ է Անեթը, նա լսում է Բագրատի ու դստեր Լիլիթի խոսակցությունը և հասկանում, որ հայր ու դուստր ևս մեկ թակարդ են լարել Աննայի հանդեպ, չասելով հենց ճշմարտությունը։ Անեթը տարիներ առաջ մեկ անգամ արդեն դավաճանել է Աննային, չասելով, որ Սոսը ողջ է։ Արդյոք այս անգամ նա նույն սխալը կկրկնի։ Լիլիթն այս պահին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում ու հասկանում է, որ հնարավոր է կորցնի որդուն։ Իհարկե, Սոսը զանգահարում է նրան ու ասում, որ պետք է Արամի կողքին լինի, չնայած որ նա հույսը Լիլիթի վրա երբեք չի դրել, բայց այս անգամ այլ տարբերակ չունի ու խնդրում է Լիլիթին, որ ուշադիր լինի Արամին։ Լիլիթը շատ լավ հասկանում է, որ սա հրաժեշտի նման է և կարծեք թե Սոսը զանգահարելու հրաժեշտ է տալիս Լիլիթին։ Հենրին ու Անգելինան Մերիի կողքին են ու Հենրին հասկանում է, որ ոչնչով չի կարող օգնել այս պահին ու ցանկանում է հեռանալ, քանի որ իրավիճակը ճնշող է, հատկապես Լիլիթն իր մեղադրանքներով ու վիրավորանքներով։ Աննան դեռ չգիտի ողջ ճշմարտությունը։ Հեռուստադիտողները կարծում են, որ նա պետք է հեռանա Միքայելից, քանի որ այս ամենի հետևում հենց Միքայելն է։ Միքայելն է ամեն ինչ անում, որպեսզի Աննան տեղեկացված չլինի իր դստեր մասին, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ ամենից հետո նա ուղղակի այդ տանը մնալ չի կարող և Միքայելի կողքին մեկ րոպե ավել չի անցկացնի։ Բետիին մարմնավորող դերասանուհի Էլիզ Մելիքյանն արդեն լքել է հեռուստասերիալի նկարահանման հրապարակը և այլևս չի մասնակցում նկարահանումների։ Նշենք, որ նա Instagram-ի իր էջի սթորի բաժնում երբեմն կազմակերպում է հարց ու պատասխան, որի ընթացքում պատասխանում հետևորդների կողմից հաճախ տրվող հարցերին։ Հարցերից մեկի ժամանակ նա խոստովանել էր, որ այլևս չի ցանկանում նկարահանվել հեռուստասերիալներում։ Հեռուստադիտողների մեծ մասը կերպարին ու դերասանուհուն նույնականացրեց, և այդ պատճառով նա պարբերաբար ստանում էր նաև վիրավորանքներ, և հավանաբար հենց դա դարձավ պատճառ, որ նա որոշեց, որ այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալներում։ Իհարկե, նա բազմիցս սոցիալական ցանցի իր էջերում խոսել է վիրավորական մեկնաբանությունների մասին, խոսել, թե ինչքան դժվար են նկարահանումները և որ նա իր ուժերից վեր ամեն ինչ անում է, որպեսզի նկարահանումներն անցնեն պատշաճ կերպով։ Նրան չընդունելու միակ պատճառը դարձավ այն, որ հեռուստադիտողները ցանկանում էին Անգելինային ու Հենրիին տեսնել միասին, և նա եկավ, որպեսզի գրավեր Հենրիի սիրտը, և բնականաբար հեռուստադիտողներին ոչինչ չէր մնում, քան չընդունել նրա կերպարը։ Իսկ իր կերպարի ավարտին արդեն ընդունվեց ու սիրվեց հեռուստադիտողների կողմից։ Դե ինչ, հեռուստասերիալի ամենահետաքրքիր, ամենաինտրիգային ու թեժ զարգացումները դեռ առջևում են, այնպես որ բաց չթողնեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք ինչ եք կարծում, Սոսը կփրկվի և կկարողանա արդյոք փրկել Արամին և ինչ զարգացումներ են լինելու հետագայում։ Արդյոք հենց այսպես Սոսն առանց իր դստերը հանդիպելու կլքի հեռուստասերիալը։
ամենաթեժ ու հետաքրքիր զարգացումներն են առջևում։ Չմոռանաք նաև գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին հասցրեցիք ամենաշատը սիրել և Դիանա Գրիգորյանի հաջորդ սերիալում, որի նախագծային աշխատանքները կմեկնարկեն շատ շուտով, որ դերասանին ու որ կերպարին կցանկանայիք տեսնել, ինչպիսի կերպարում։ Վերջին զանգը հեռուստասերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց հեռուստադիտողները դեռ ունեն ժամանակ իրենց սիրված դերասաններին տեսնել հեռուստաէկրաններին։ Իհարկե ժամանակը կարճ է, բայց հեռուստադիտողները չեն դադարում գրել մեկնաբանություններ, քննարկել։ Նշենք, որ Վերջին զանգը հեռուստասերիալը յուրաքանչյուր օր գրավում է բազմահազար հեռուստադիտողների սրտերը և դիտումներից կարելի է արձանագրել, որ այս պահին այն ամենառեյթինգային նախագծերից մեկն է։